Բարի երեկո վիտամինակում։ Բարի երեկո վիտամինակումն է Շանթի եթերում իր ամենահարազատ, ամենալավ հանդիսատեսով և ամենահետաքրքիր հյուրերով ծափարում ենք մի հատ բոլորս բարձր Բարը մաղթանքներ նոր տվա ունեք, կունենաք հաստատ Անպայման, ես ուղղակի կցանկանամ, որ ամենախաղաղ տարին լինի, ուրախ տարին լինի, մի հատ կենաց եմ Ասեք, խմելու բան կա Իհարկե բոլորին կցանկանամ առողջություն, քանի որ դա ամենակարևորն է մեր կյանքում եւ իհարկե ձեզ հետ անցկացնենք տարին եւ որ միշտ ուրախ լինենք։ Շնորհակալություն։ Մենք բոլորս ընդունում ենք եւ ուզում ենք այդ բարեմաղթանքը մեր կյանքում իրականանա, ինչպես նաեւ ձեր կյանքում։ Բոլորին, այսինքն ուրախություն ենք ցանկանում եւ առողջություն ինչպես հասկացանք։ Էմի ջան, դու մաղթանք չունես, չես ուզում նոր տարվա համար կենաց։ Իսկ մնացածը կգնենք։ Ինչ, խմիշքի մասին է խոսքը։ Մամայի խոսքը չուզեց արկադրես։ Լավ, հասկացանք։ Էմի ջան, ապրես, որ ստեղես քեզ ենք ծափարում։ Մեզ մոտ հյուր է շատ սիրված երգչուհի Ալա Լևոնյանը։ Շնորհակալություն քեզ էլ, որ այստեղ ես, բարեմաղթանք նոր տարվա։ Ես ուզում եմ, որ բոլորը միշտ այսպես ուրախ լինեն, ժպտան, երջանիկ ու հարուստ լինեն այսքանը։ Շնորհակալություն, ես էլ եմ ուզում վերջինը լինում է, երկուսը լինում է ավտոմատ։ Սկզբի։ Պարոն Մաթևոսյան, ձեր մաղթանքն ենք ուզում լսել, մի անգամից նոր։ Ուզում եմ, որ առողջ լինենք, այսօրվա նման միշտ ծիծաղը մնա մի ամբողջ տարի, որպեսզի ոչ թե ծիծաղանք ինչ-որ երևույթների վրա, այլ ուրախանանք։ Այո, ընդունեցինք, ծափարեցինք, շնորհակալություն։ Մայստրո Ամիրխանյան, ձեզ էլ ենք ուզում լսել ձեր մաղթանքը հայոց ազգին, նոր տարվա կապակցությամբ։ Գիտեք, ամեն տարի այս օրը մենք իրար մաղթանքներ ենք ուղղում, հետո գալիս այդ տարին ամեն ինչ փչացնում է։ Ես մաղթում եմ, որ այդ տարվա ընթացքում ինչ-որ մեզ հետ պիտի տեղի ունենա, իր մարդկային դեմքը չկորցնի, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր ոգևորությունները, այնքան կարիք ունենք դրա։ Առողջ լինենք, հաջողակ լինենք եւ այլը, դոլարի կուրսը ցածր լինի եւ այլ բոլորը հասկանալի է, բայց ես պարզ մարդկային երջանկություն եմ ուզում մեզնից յուրաքանչյուրին մաղթել, ուզում են ամեն տարի ինչ-որ մի կենդանու հետ է կապված։ Վիշապի տարի է այս տարի լինելու, թե ինչ է եւ այլը, ես կարծում եմ, որ կարեւորը որ նա լինի մարդու տարի, որպեսզի այդ մարդը ինքը իրեն երջանիկ զգա։ Ահա ես ինչ կուզենայի ասել։ Իհարկե, շնորհակալություն, շնորհակալություն։ Մեզ մոտ հյուր է նոր սերնդից արդեն երգչուհի Մարին, ձեր ծափարությունները։ Մարի ջան, ուրախ ենք, որ այստեղ ես, դու ինչ ունես ասելու ժողովրդին։ Ես նույնպես շատ ուրախ եմ, ես ցանկանում եմ բոլորի շնորհավորել և ցանկանալ ամենակարևորը առողջություն և թող մարդիկ շատ ժպտան և ուրախ լինեն այս տարի։ Ապրես, սրտանց էր ասում Մարին էլ են ծափարում։ Եվ այսպես մեզ մոտ հյուր են սպորտային մեկտաբաններ, Վարդան Թադևոսյան ձեր ծափարությունները, Սենիկ Կարապողոսյան ձեր ծափարությունները և Համլետ Գուշչյան ձեր ծափարությունները։ Սենիկ ջան, քո բարեմաղթանքն ենք ուզում լսել։ Ես գուցեև կրկնվեմ, բայց 2012 թվականին բոլորին և մեր բոլորի ընտանիքներին առողջություն ու խաղաղություն եմ մաղթում, մեր Հայաստանի ազգային հավաքականին, ֆուտբոլի հավաքականին փառահեղ հաղթանակների շարունակություն, մեր օլիմպիականներին էլ բազում և որքան հնարավոր է շատ ոսկե մեդալներ։ Շնորհակալություն, շնորհակալություն, Վարդան ջան, քո բարեմաղթանքը։ Գարիկ ջան, ես կուզենայի, որ եթե մենք տարին սկսում ենք ու տեղեկատվական լուրերով պիտի սկսենք մարզական հաղորդումները, կուզենայի, որ ամեն օր, երբ որ լուրերը պիտի հաղորդենք հեռուստադիտողներին, լուրը սկսենք մի գեղեցիկ հաղթանակով։ Այնքան շատ լինեն հաղթանակները, որ 365 օրն էլ մենք սկսենք մեր հայ ազգի մարզիկների հաղթանակով։ Դե բնականաբար տարին օլիմպիական է, նորից ուզում եմ շեշտել, մենք նախորդ օլիմպիական խաղերում ունեցանք 6 բրոնզե մեդալ, ՀԱՕԿ-ի նախագահան խոստացել է, որ մեր մարզիկները անպայման մեդալի գույնը փոխելու են։ Տա Աստված, որ անպայման մեդալի գույնը փոխվի ու մենք ունենանք երկրորդ օլիմպիական չեմպիոն անկախ Հայաստանի։ Տա Աստված, շնորհակալություն բարեմաղթանքի համար։ Պարոն Գուշյան, դե մի անգամից բարեմաղթանք էլ ասեք նոր տարվա հետ կապված։ Այստեղ իմ լեգենդար գործընկերները շատ լավ բաներ ասեցին, բայց առողջություն իհարկե, առաջին հերթին առողջություն։
Ես ուզում եմ, որ 12 թվականը մեզ համար լինի նորանոր հաղթանակների տարի։ Եվ քանի որ տարին նաև օլիմպիական է, թող հայկական սպորտին այն բերի նորանոր պարգևներ, հատկապես օլիմպիական ոսկե պարգևներ։ Ես կարծում եմ, որ իմ գործընկերները վաղուց սպասել են դրան։ Պատկերացնում եք, անկախ Հայաստանի պատմության մեջ առայժմ մենք ունենք ընդամենը 1 օլիմպիական չեմպիոն եւ հույս ունեմ, որ 12 թվականին դրանց թիվը կավելանա առնվազն 5-ով։ Մենք էլ հույս ունենք եւ արդեն ողջևորենք մեր սապարությունը մեր սպորտսմեններին։ Այս տարի մի խոսքով սպասում ենք մեդալների։ Այո։ Ունենք դերասան հյուր Լևոն Հարությունյան, բարև Լևոն, ինչպե՞ս ես։ Բարև։ Լևոն ջան, նոր տարի, ինչ կասես մարդկանց։ Ես իհարկե ուզում եմ ազգիս ու հայերեն ասած ազգուտակից ցանկանալ ամենակարևորը թող լինի անակնկալներով լեցուն տարի ու անակնկալը միմիայն իմ ազգուտակին պարգևի ժպիտ ու ամենակարևորը ես այսօր երջանիկ եմ որ լեգենդների հետ եմ նստած դա իմ հպարտությունն է ու ես կուզենամ որ հեռուստատեսությամբ բիրադիսկի ժամանակ առ ժամանակ այս հրաշք մարդկանց մասին խոսվի իրանք ռասկրուտկի կարիք չունեն ուղղակի պետք է անպայման այս մարդկանց մասին խոսվի ու ամենակարևորը փոխանցենք մեր սերունդներին որովհետև ինձ թվում է երբ որ փոխանցում ես դրանից ծնվում է մի ուրիշ լեգենդ Սնովում գոդում Իհարկե շնորհակալություն Լևոն շնորհակալություն բոլոր հյուրերին որ այստեղ են եւ ասում ենք առաջ մուլտիվիտամիններ Վաչաև Արմոշ You better watch me You better watch me You better watch me Բարի երեկո ողջունում ենք բոլորին եւ սկսում ենք մեր մուլտիվիտամինները։ Եվ այսպես, ամեն առաջին մուլտին պատկերացրեք ռեստորանում։ Բարի օր ախպերս։ Բարև։ Ցավը տանեմ, կլինի աթոռը վերցնենք ախպեր ջան։ Բեկալ մեռնեք կյակ։ Բեկալ։ Շարունակ մենք մեր մուլտիվիտամինները եւ հաջորդ իրավիճակը պատկերացրեք սուպերմարկետում։ Կանի ախպերս, մի րոպե։ Բրատ ես տեսա որ գողություն ես անում, ցավը տանեմ 1000 դրամ տուն, բերանս փակում եմ բրատ։ 1000 դրամ ախպերս։ Մի րոպե ապա այն դեմի տղեն է տեսավ, մի րոպե ապա մի 1000 դրամ իրան պետք է տանք որ բերանը փակի, ապա 1000 դրամ էլ տուր ախպերս։ Հետ չնայես ապա հետևից մի հատ տղա քեզ ա նայեմ, նատուրը ջոգել ա որ գողություն ես արել, ապա 1000 դրամ էլ իրա բերանը փակելու մար ախպերս։ Արապա։ Ապա մի 3000-ը դու քաղմասի բերանը փակենք ախպերս։ Արա էսի դարավ սնիկերսը վեկալ քեզ արա։ Շարունակում ենք եւ հաջորդ մուլտի համար մենք հրավիրում Տիհրան։ Մի հատ շուտ է եկել է։ Այսպես պատկերացրեք Զաքսում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ամուսիններ ենք ուզում ենք բաժանվենք։ Այո։ Հաստատ որոշել եք ուզում եք բաժանվեք։ Այո, ուզում ենք բաժանվենք։ Բայց ինչի համար այս։ Որտեվ հոգնել եմ արդեն ամեն օր դավաճանում ա ինձ ում հետ ասես չի դավաճանում, տենց ապրել չի կարելի։ Ես էլ ինքնասիրությունով տղա եմ ախպեր ջան։ Ուզում եմ բաժանվեմ, ցավը տամ։ Ալկոհոլիկի մեկը սա գիշեր չի գալի դու ես ուզում բաժանում։ Մենք ուզում ենք բաժանում ենք երկուսով։ Լավ։ Ես չեմ կարող ապրել։ Այստեղ ստորագրեք։ Ես ստորագրեմ առաջինը։ Ահա։ Всё, դուք արդեն բաժանված եք։ Ստեսու։ Հələ դու սպասի կյանք, բա ինչ կա։ Շարունակում ենք մեր մուլտին եւ կրկին հաջորդ իրավիճակը սուպերմարկետում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Միջև մեքենան օգնեմ ձեզ։ Միջև մեքենան, հա։ Խնդրեմ։ Որտեղ է, հա, ընդ է։ Ասենց ուղի գնանք։ Ստեղից աջ ասենց ձախով այս սա էլ իմ մեքենան կբացեք բագաժնիկը չէ, սա էլ իմ տունն ա, ցավը տանեմ, տուր ես կբացեմ
Շարունակում եք եւ վերջի մուլտին պատկերացրեք ապտեկայում։ Բարև բժիշկ։ Հագստացնող դեղ ունես, հագստացնող։ Ինչ։ Հագստացնող դեղ։ Հանգստացնող դեր, հա, ունեմ, ցավը տանեմ։ Ար, սպասի ջուրե տամ, ցավը տանեմ, հեսա։ Այ իմ համար չի, տատուս համար է ցավը տանեմ։ Շնորհակալություն մուլտիներ, այսքան է Վաչե եւ Արմուշը։ Կարճ ինֆորմացիա մեր գործընկերոջ մասին։ Ուշադրություն Fastnet-ում շարունակվում են ակցիաները մինչև հունվարի 31-ը։ Ներկայացրու 10 օգտագործված Fastnet-ի քարտ եւ ստացիր 1 նվեր։ Ինչպես նաեւ զանգահարիր արտերկիր առանց փինի եւ օպերատորի միջամտության արդեն իսկ նոր փոփոխված սակագներով եւ ստացիր բոնուս 1000 դրամ։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 54 73 20 հեռախոսահամարով։ Շնորհակալություն։ Իրավիճակ ռեստորանում տղան հրավիրել է աղջկան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ եք ցանկանում։ Ճիշտ ասած ես աղջկա հետ եմ առաջի անգամ հանդիպում, թող ինքը գա նոր որոշենք միասին։ Հա, սպասելու եք իրան։ Հա, իհարկե։ Ուզված եք։ Հասկացում, ուզված եք։ Իսկ ինչով է զբաղվում ձեր սպասված աղջիկը։ Մոդել է։ Մոդել շատ հաճելի է, շատ։ Իսկ անունը ո՞նց է։ Ճիշտ ասած ընկերուհիները նրան ասում են Եկատերին։ Բարև։ Բարև։ Ով է։ Կարենն եմ։ Հա։ Կարեն ջան, հիմա զբաղված եմ հանդիպման եմ, էլի հետո կկապնվեմ հետդ։ Դու իմ հետ ես հանդիպման։ Հա։ Այ։ Երևի կռահում ես ինչի համար ենք մենք այստեղ։ Ոստալիշնի ուտենք։ Այդ կուտենք ուրիշ։ Ուրիշ մի հատ է կոֆե։ Ու հաշիվը։ Երևի ավելի ճիշտ կլինի կանչենք օֆիցիանտին։ Օֆիցիանտին կլինի, ես կանչեմ օֆիցիանտին։ Կլինի ես կանչեմ օֆիցիանտին։ 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 Բարև ձեզ։ Ինչ եք ցանկանում։ Ես ցանկանում եմ որպեսզի բոլոր երեխաները ունենան ֆլոմ եւ պենալ։ Ես նկատի ունեմ ուտելու, ինչ-որ բան ցանկանում եք ուտելու։ Ուտելու, բանը։ Բայով էր է։ Բլինչիկ։ Բլինչիկ չէ։ Բոլոնես։ Չէ, բայց բայով էր է։ Բիֆ ստրոգանով։ Չէ։ Հա, հիշեցի, բան չեմ ուզում։ Բայց գոնե մի բան վերցնենք, էլի տենց։ Չէ, բան չեմ ուզում։ Դե սենց դատարկո չենք նստել։ Բա չէ, ես դիետա եմ պահում։ Ոչ չաղանամ, էլի։ Հասկացա, բայց սենց գոնե մի բան տա։ Բայց ինչ։ Ինչ է սիրտդ ուզում։ Ոչ մի բան, ոչ չաղանամ։ Դե չէ, սենց չի լինի։ Մի բան մտածի ասա, ամոթ է, էլի։ Բան բեր։ Խորոված 7 շիշ։ Ու հաց 8 կիլո։ Բայց այդ չաղացնում է։ Հա դու բերես չեմ ուտի։ Որասիր բան դրան։ Դու քանի տարեկան ես։ 19 եմ։ Հա, ես գիտեի 20 ես։ Դու գիտեի մեծ եմ։ Ոնց, չէ, 19։ Արի մի քիչ խոսենք, տենց ճանաչենք, հա, իրար։ Երբ կամ։
Չէ, հիմա ի նկատի ունեմ, ուզում եմ քեզ հարցնեմ, չես օգնել այդ մոդելի կյանքից։ Մոդելի կյանքից։ Ոչ, մոդելի կյանքը այն կյանք է, որ սավեշտալի է։ Եվ այն դեռ կա մեր կյանքում։ Այն ամենուր է։ Եվ մոդելի կյանքը շատ եմ ես սիրում եւ մեր աշխատանքը լավն է։ Եվ ուզում եմ բարևել իմ կազմակերպիչներին։ Մայրիկիս, հայրիկիս շնորհակալություն։ Լավ, արի քեզ ուրիշ բան հարցնեմ։ Ինչ ես սիրում, ինչ նախապատվություններ ունես, ավտոներ սիրում ես։ Ավտոներ շատ եմ սիրում։ Ինչ ասես սիրում։ Գիտես, որից եմ սիրում։ Ես ավտոյա։ Ինքս գիտես որ ավտոն է, որ ասես կարում ես գնաս ռեստորան, գնում ես ռեստորան, բան, հետո կայնում է, էլի գնում, ու երեխեքը հետև նստած խոսում են, բաներ են ասում խնդում են, այդ ավտոյից եմ սիրում։ Կցենք BMW։ Մի կց երեխեքը մեջն է։ Երեխեքը խոսում են հետևը։ Գիտես, երևում է, որ դու շատ կարդացած աղջիկ ես։ Քնելուց առաջ կարդում ես։ Քնելուց ոնց կարդամ, աշկերս փակ է։ Ոնց ես աշկերը փակ կարդում։ Դու вообще հիմա ոնց է դեբիլի տպավորություն թողես։ Սա քնելուց առաջ կարդում ես։ Լավ, ուզում ես դու ինձ հարցեր տուր։ Ես հարցեր տամ։ Ես հարցեր կտամ։ Բարև ձեզ։ Իսկ ինչով եք դուք զբաղվում։ Ես եգիպտոլոգ եմ։ Ինչ հարցեր ունես կապված Եգիպտոսի հետ, կարող ես ինձ տալ։ Ինչքան է հիմա տոմսը Եգիպտոսը։ Չես ուզում ինձ օրինակ հարցնել հին բուրգերի մասին։ Հին բուրգերի։ Դու հին բուրգերը մանեզով ես սիրում, թե կեչուպով։ Իմ մաման լավ հին բուրգերներ է սարքում։ Դու կարաս գաս ուտես։ Շատ շնորհակալություն, շատ կուզենամ ծանոթանալ մամայիդ հետ։ Համարը տամ։ Ես չասես, որ ես եմ տվել։ Զանգի քո ձևերով ծանոթացի կպսրա։ Տամ համարը։ Կլնի ձեռքդ բռնեմ։ Չծանր չի, ես բռնել եմ։ Դու չես հասկանում, որ ես անտարբեր չեմ քո նկատմամբ ու ուզում եմ ամուսնանամ քո հետ։ Երբ։ Ես ուրբաթ, եթե չլինի, ես զբաղված եմ, էլի ուրբաթ։ Չէ, ընդհանրապես, էլի, ես ուզում եմ, որ դու միշտ լինես իմ կողքին, որտեվ եթե ամուսնանաս իմ հետ, ամեն ինչ կունենաս, ավտոներ, տներ, դաչաներ, բասեյններ։ Բադմինտոն։ Բադմինտոն։ Բադմինտոն չէ, բակմինտոն։ Արմատը բակն է, իշտում ես բակ, խաղում ես մինտոն։ Դու դեպիլի տպավորություն ես թողում որդին իմ վրա։ Նորմալ է, մեր առաջին հանդիպումն է, դու ինձ այդքան էլ լավ չես հասկանում, բայց կամ ես քեզ չեմ հասկանում, բայց որ երկար շփվենք, ինձ թվում է կհասկանանք իրար ավելի շատ։ Ես հիմա մեկ տեղ դուրս գամ։ Ուր։ Մեկ տեղ եմ դուրս գամ։ Ու։ 5 րոպե մեկ տեղ եմ դուրս գամ։ Ուր ես գնում։ Չեմ ասել որ շիշիկ եմ ուզում անեմ։ Այդ մի բանն եմ մի իմացի, մեկ տեղ եմ դուրս գամ։ Իսկ սպասում։ Տեղ եմ գնում։ Սա գալիս եմ։ Ոնց եք։
Լավ, անակնկալը արդեն անենք, թե ոնց։ Կարանք անենք, իհարկե կարանք։ Շատ երկար սպասված անակնկալ։ Հա, իհարկե, հենց ես կասեմ, հա։ Լավ, բարի։ Ինչքան պետք էր արին։ Գիտես, քանի որ ամանոր է։ Երբ։ Ամանոր է նոր տարի, ես քեզ նվեր եմ պատրաստել, անակնկալ եմ պատրաստել երաժշտական։ Ալեգրվա։ Չէ, Ալեգրվան չի, չէ, որտեվ ուրիշ ավելի տաղանդավոր մարդիկ կան։ Ալեգրվա մեջտերի չկա։ Չէ, ցավ։ Вообще, այսքանը չկա։ Չէ, բայց ավելի տաղանդավոր մարդիկ են, հավատա քեզ դուր կգա։ Բայց այդքան մարդու մեջ մի հատ ալեգրվան ի՞նչ է չեկող։ Դու սպասի հաստատ քեզ դուր կգա։ Սիրելի հյուրեր, իսկ այժմ անակնկալ Նադեժդա Սարգսյան, Էմի եւ Վիտամինի տղաները։ Ալեգրվան չի։ Նման է։ Ալեգրվան չի։ Ալեգրվան նորա։ Ալեգրվան նորա։
դուր եկավ քեզ։ Հա։ Լավն էին բոլորն էլ միասին։ Ես գնում եմ դե արդեն լավ։ Ուր ես գնում, բա երբ քեզ կտենամ նորից։ Երբ։ Ես քանիսին է պետք։ Երբ էլ լինի, կարող է տեսնեմ քեզ։ Չէ, պես քանիսին։ 7։ Կարող եմ միշտ ուզում ես ինձ տենել։ Միշտ 7-ին։ Միշտ 7-ին։ Չգիտեմ, ընկերոջս կհարցնեմ, եթե թողի Գարի։ Շնորհակալություն այսօր ասկանից մենք հանդիպենք ուղիղ մեկ շաբաթին։ Նոր տարի վիտամին ուզում աշնորհավորի նոր տարի վիտամին ուզում աշնորհավորի ռեպով սազող բարերով տեմպով ժպիտ բարքեվող տեքստով դեպքեր հիշելով գիշերով բոլորով նոր տարի նշելու երգով հերթով ոնց անցկացնում տղամարդ որ բաստուր մայամանրացնում կամ տատիկ որ яշիկա կտրտում կամ երեխա որ նվերից առաջ ադիպրտում կամ ձյուն որ գալիս է մեկին ու կին որ նստում է ղեկին որտև մարդը խմած է հավեսով անջտված է կողքին հաստատ առիթից կողտվի ձերի հետ մեր մյուզիկը կդնի կլսի կդզի ու մեր հետ հավասար կասի նոր տարի ամանոր վիտամինը ձեզ ասում է լիքը շնորհավոր նոր տարի ամանոր բոլորին մաղթում ենք լիքը ուրախով նոր տարի ամանոր վիտամինը ձեզ ասում է լիքը շնորհավոր նոր տարի ամանոր բոլորին մաղթում ենք լիքը ուրախով մի հատ քաչալ գնում է մազը գրակի բայց գրակում են գին մազը մնաց հետո մի հատ պոնչո ուզում է լիքը նիհարի բայց դեմը նոր տարի պոնչոն մնաց պոնչո բայց ամենաբարդը ձմեր պապու վիճակն է որ այդ մարդը չգիտի որ արդեն վախն է թոշակի էլ ուշ չունի մեր պապիկը կոշակի թե ինչ պատասխանի նամակների սպասելով ամենալու երեխան ձմեր պապուն սպասելով ուտելու բա այդքան բան է սարքում երեխա որ սպասում է նվերի էս տարի երևի կբերի խոսքի ձմեր պապան որտև սալատ է սարքում ձմեր մաման լևանում աման չաման կլպում բանան նեպում ապուտ որտև նոր տարվան սաղս դառնում ենք Ռոբին Հուդ կտրում մեզնից տալիս ենք մեզ ինչ կա չկա անում ենք ներս մի քիչ խմում մի քիչ խնդում մի քիչ գոռում մի քիչ գժվում իրար հետ հավասար ասում նոր տարի ամանոր վիտամինը ձեզ ասում է լիքը շնորհավոր նոր տարի ամանոր բոլորին մաղթում ենք լիքը ուրախով նոր տարի ամանոր վիտամինը ձեզ ասում է լիքը շնորհավոր նոր տարի ամանոր բոլորին մաղթում ենք լիքը ուրախով օրը փոխվում է բոլորն են արդեն տաքացած տարին ֆռում է իր վատն էլ հենց իր հետ գնաց կասվի տարին հենց ոնց դիմավորես տես մեր հետ կարաս ասես